Սիրելի հանդիսատես, եթե ուզում եք լավ ժամանակ անցկացնել, ապա բոլորիդ ամսի 10-ին հրավիրում եմ stage, stand-up եւ jazz նայելու։ Stand-up-ը լրիվ փոխել եմ, jazz-ն էլ մնացել է նույնը, լավ ժամանակ կանցկացնենք, կուտենք, խմենք, գնանք տուն, այդքան բան։ Տոմսերը թիքետ միկետո։ Վայ քորա, ակնոց ռոզվիակ է։ Խնդացեք ու անցնենք առաջ։ Մի փոքր բան եմ ուզում ձայնագրեմ ընդամենը մի քանի րոպեով, ճիշտ է կարա Facebook-ի մեջ եկցեի, բայց ավելի լավ է այստեղ լինի, հետո կտարածեմ նաև այնտեղ։ Սիրելիներս, բարև ձեզ։ Տարածեք, լայքեր դրեք, Patreon-ում աջակցեք, եթե կարող եք։ Եվ հիշեք, որ ամսի 10-ին stage-ում խաղում եմ, հա, stand-up և jazz-ը։ Նոր պարոն Ռուբինյանին տեսա ինչքան ուրախացա, ինքն էլ շատ ուրախացել, որ այսուհետ Հայաստանում կինոթատրոններում կինոները կլինեն ենթագրերով, այսինքն սուբտիտր կլինի, որովհետև մեր սփյուռքի հայրը չեն հասկանում ռուսերեն, ինչի պիտի ես 30 տարի է մենք այդպես էլ չհասկացանք, որ պետք է հայերեն լինեն Հայաստանում կինոները ցուցադրվեն, տատս էր լավ ասում, ասում է 7 տարվա ընթացքում նոր հասկացան, տատս լավ ասում էր 7 տարեկան ճիժ խոսեց, մամ զարմացավ։ Հա, դե լավ է ուշ քան երբեք, իհարկե, բան չանենք, չծաղրենք, բայց ես ուզում եմ նաև խոսեմ դրա պատճառների մասին, թե ինչու է այդպես, և մի հատ երկար նախարարություն ունենք, ԿԳՄՍ-ը կոչվում, այդ նախարարուհու, եթե չեմ սխալվում, հրահանգով է այսուհետ լինելու սուբտիտրներով կինոները, ուրեմն ամենայն հարգանքով պարոն Ռուբինյանին և տիկին նախարարին և մյուսներին ում ձեռն է այդ ամեն ինչից, դու գիտեք, որ մեր թատերական ինստիտուտում չկա ֆակուլտետ, համենայն դեպս ես դեռ դրա մասին չգիտեմ, որը որ կկրթի դերասաններ, որոնք կարող են դուբլյաժ անել։ Դու բացի այդ չկա լույս դնող, չկա լույսային օպերատորներ, ձայնային օպերատորներ, բաներ, տենց ասենք, շատ բան չկա ինստիտուտում, բայց թույլ տվեք ծանուցել, թեպետ կարող է դուք գիտեք, որ դա լրիվ այլ մասնագիտություն է, այնպես ինչպես տիկնիկային թատրոնի դերասանը, հա, նա կարող է տիկնիկավար լինել, շատ լավ ձայները փոխել, աշխատել, բայց բեմում այսպես հանդես գալ չկարողանա։ Այսինքն չկարողանա որն է, դա ասենք նա նույնն է, որ մնջախաղի դերասանին 10 դրամատիկ դեր։ Դա դերասանության տարբեր ճյուղեր են, տարբեր ուղղություններ, և դրա համար կա հատուկ մասնագիտություն, որ մեր մոտ ոչ թե 30 տարի, այլ չգիտեմ, 20-ականներից այդ ինստիտուտը կա, բայց այդ մասնագիտությունը մեզ մոտ չկա։ Հա? Եվ երբեք ոչ մի իշխանություն չի մտահոգվել այդ հարցով, դրա համար մեր թարգմանությունները սրտխառնոցից բացի ոչինչ չեն առաջացնում, բացառությամբ մի քանի թարգմանության այս սովետական ժամանակ, ասենք 12 աթոռը, չգիտեմ էլ որն էր Համլետը, որը որ դե թարգմանությունը տեքստը, ասենք կլասիկ տեքստը արդեն, հա, և կարող եմ նաև նշել բանը, Ռոստոմը և Զոհրաբը և Ռոստոմը, չգիտեմ ոնց էր կոչվում այլ լեգենդը, դա ոչինչ, ասենք վատ թարգմանություններ չէր, բայց մնացածը իհարկե դա սարսափելի է, ասենք, կեղծ ձայներով, մի դերասանը 3-4 դեր է կարդում, չգիտես թե ինչու է տենց բանը համոզված իր վրա, որ դա կստացվի, որովհետև այդ մասնագիտությանը մենք չենք տիրապետում, ժողովուրդ ջան, մենք չունենք այդ բանը, այդ կրթությունը, և ճիշտ է, դա առաջի քայլն էր, որ պետք է հիմա սուբտիտրներ լինի, ի վերջո ամոթ, հա, բայց երկրորդ քայլը չգիտեմ կլինի թե ոչ, որովհետև դա մի քիչ թանկ և ավելի կառուցողական այսպես մոտեցում է, և դրա
արգասիքը դրա ռեզուլտատը մենք այսօր չենք տեսնի, 2-3 տարի հետո էլ չենք տեսնի, իսկ իշխանությունները միշտ մտածում են այսօրվա մասին։ Այսօր քանի ես իշխանության եմ, այս բանը անեմ, ասեմ, արել եմ, ջայնամ թե 10 տարի հետո ինչ կլինի։ Եթե մենք ունենանք այդ հատուկ ֆակուլտետը ինստիտուտում, եթե մենք հրավիրենք մասնագետներ, չգիտեմ, նույն ոչ փուշ եղած Ռուսաստանից, որտեղ իրենց թարգմանությունները շատ լավն են, այնտեղ կան առանձին դերասաններ, որոնք որ թարգմանում են միայն մեկին, ասենք Ջեք Նիկոլսոնի, ասենք դերը կարդում է այսինչ անը միշտ։ Եվ նա կարող է բեմում չերևա, նա կարող է կինոներում չխաղա։ Եվ եթե մենք այդպիսի դերասաններ կրթենք, մենք մի 10-12 տարի հետո, մի 2 սերունդ տալուց հետո կարող ենք ունենալ շատ որակյալ լավ թարգմանություններ, այնպես ինչպես դա արվում է նույն ավտորիտար Պարսկաստանում։ Դու գիտեք, որ Պարսկաստանում ամբողջ գրականությունը, համաշխարհային ամբողջ գրականությունն է թարգմանվում, կինոների հետ բռնած, ամեն ինչ թարգմանում են այդ մարդիկ։ Եվ իսկ մենք ինչա, մենք ունենք մենակ անտուրաժ, ունենք թարգմանչած տոն, եկեղեցական տոնը, որը որ ասենք հա ժամանակին թարգմանություններ են կարել, եթե թարգմանությունները չանենք, հիմա մատենադարանը չեր լինի, ոնց որ ասում են, բայց կորցրել ենք այդ բանը, այդ այսպես ասած շնորհքը, եւ այսօր թարգմանությունները սարսափելի են մեր, չասեմ մասնագիտական թարգմանությունների մասին, բժշկական, չգիտեմ, գիտական եւ այլն, ասենք դա դրա մասնագետը չեմ, բայց հիշում եմ մի այսպիսի մի բան Լուսահոգի Ջերբաշյանը տասնյակ տարիներ թարգմանում էր Ստանիսլավսկու սիստեմը եւ ես իմ օրոք այդ 4 տարի որ սովորեցի ես այդ ինստիտուտում 2 անգամ 3 ռուբլի փող հավաքեցին, որ այդ մարդը իրա թարգմանությունը վերջապես ավարտի եւ երեխաները Ստանիսլավսկու սիստեմը կարդան հայերեն։ Չգիտեմ ինչպիսի թարգմանություն է, ի վերջո նա մասնագետ չի թարգմանության, հուսամ որ լավն է, բայց բացի Ստանիսլավսկու սիստեմից կա նաեւ այլ շատ հարուստ գրականություն կա, Միխայել Չեխով կա, որ չգիտեմ թարգմանվեց հայերեն թե ոչ, կա Գրատովսկին եւ այլն։ Ասենք եւ այսօրվա դրությամբ մեր ինստիտուտի երեխեքը բանի թատերական սովորում են էլի այն տրակած սիստեմով, որով որ ես եմ սովորել եւ որ սովորել է, չգիտեմ, երևի բան, չգիտեմ, Աճեմյանը կամ բանը, չգիտեմ ով, հա, ասենք 1000 տարի առաջ եւ դա իհարկե ցավալի է, որովհետեւ դի կարակ ասեք լավ, այդքան խնդրեմ կա հիմա դրանից ես խոսում, ժողովուրդ ջան, դա մշակութային խնդրեմ է, մշակութային խնդրեմ է, որը որ սերունդ է կրթում, հա, եթե մարդ գնում է ռուսերեն է նայում կամ ստիպված է տիտրը կարդա, տակից այդ սուբտայթլը կարդա, որ հասկանա կինոն ինչի մասին է, նա այդ կինոյի, ասենք 30-40%-ը չի ընկալում, որովհետեւ զբաղված է կարդալով։ Բայց կարայինք ունենանք նորմալ թարգմանություններ, այս 30 տարվա լավ է դիքցեցինք ենքով, այս 7 տարվա ընթացքում ասում է 7 տարեկան ճիժը խոսեց մամը զարմացավ, հիմա զարմացել ենք, հա, ու ճիշտ ասած, ուրախ եմ, որ այդ քայլը արվել է, վերջապես տիտրը թողնի, բայց դա ֆորմալ քայլ է, դա ուղղակի ասենք ինչ-որ մեկի բերանը փակելու համար է, էլի որ տեսեք դե կա, էլի դե տիտրը կա, դե կարդա, էլի ամբողջ աշխարհում տենց է, բան։ Դեք հա հատուկ են կինոներ կարա լինի, որ ասենք, հա տիտրը լինի, ասենք ֆեստիվալային կինոներ, այո փառատոնային, որ տենց մեծ դիտողականություն չունի եւ մասնագիտական են նայում, արտ հաուս է, ինչա, բայց այն կինոները, որ մենք ասենք սովոր ենք նայել հոլիվուդյան ամբողջ պրոդուկցիան, բան կարելի էր վաղուց արդեն թարգմանել, հա իդեպ թարգմանելու այդ ռեժիսորն էլ է ուրիշ մասնագիտություն, դա հասարակ կինոյի ռեժիսոր չի, հասարակ թատրոնի ռեժիսոր չի, դա այլ ֆակուլտետ ունենալու համար պետք է այդ ինստիտուտը մի հատ լավ թափ տալ, որովհետև ես հիշում եմ մենք ինչ հիմարություններ էինք անցնում այդ ինստիտուտում ու այդ իդիոտությունները մինչև հիմա անցնում են, ասենք ես կարամ կոնկրետ դասեր ասեմ, որը որ բացարձակ պետք չի։ Ռուսական կենցաղային դրամա, հորը սարև, ումա դա պետք է բացի Աստրովսկուց էլ ոչինչ չկա։
Ոչինչ, բացարձակ, ու այդ դասախոսը փող է ստանում դրա համար, երեխեքին տանջում է այդ ռուսական դրամայի համար, ասենք, եթե երեխեքը չիմանան Աբլիսիմովին, Ավիրկիևին եւ Լոմոնոսովին որպես գրող, ոչինչ չի փոխվելու իրանց կյանքում, ու այն որ ես գիտեմ, դրանց ավելի լավ դերասան չեմ դառել։ Դրա տեղը եթե մի ուրիշ բան սովորեի, կարող է այդպես անշնորհք չլինեի, ոնց որ հիմա եմ։ Դա էլ այդպես իրելներս, այսինքն ինստիտուտը մնացել է սովետական փթած ինչ-որ կարգերում, նույն ասենք այս շությունը, հələ պլյուս գումարվել է, որ վճարովի է։ Դե չի կարա վճարովի չլինի բնականաբար, բայց գոնե այդ մարդիկ, որ այդ վճարը տալիս են, չդառնան մենակ սերիալային դերասաններ, դառնան տարբեր դերասանական մասնագիտություններ ձեռք բերեն, տարբեր, ընդ որում եւ իհարկե, ասենք, թարգմանելու թարգմանիչներ, դուբլաժ անողներ, հա, որը որ լիպսինգ նստացնել է իմանում, որը որ ձայնը բռնել է իմանում եւ այլն եւ այլն։ Դա ասեմ, ես փորձել եմ անել, շատ դժվար մասնագիտություն է, շատ դժվար, եւ հատուկեն դերասաններ են, որոնք որ կարողանում են այն անել, էս էլ անել, հա։ Իսկ մեր այսինքն որ թարգմանությամբ զբաղվում, դա ասենք մեր բեմի դերասաններ են, որոնք որ դա մի քիչ յուրացրել են այդ մասնագիտությունը, ես այնպես չկարողացա։ Այ եթե ժամանակին Աբլիսիմով եւ Ավիրկիև չկարդայի դա սովորեի, կարող է պատահի այսօր մի հատ փեշակել ունենայի։ Լավ սիրելիներս, երևի թե հենց այդքան, հա, դա է ուզում ասել, ուղղակի ուրախացա, որ սուբտիտրներ կլինեն կինոյին։ Դե ես ռուսերեն գիտեմ, ասենք ինձ պրոբլեմ չի, բայց մի բան էլ մի մոռացեք, որ ասենք այդ ֆիլմը մի հատ անգլերենից թարգմանվում է ռուսերեն, այդ ռուսերենից նոր թարգմանվում է տիտրով հայերեն, դա դառնում է երրորդ կարգի պրոդուկտ է արդեն դառնում այդ կինոն, էլի, բայց ջայնամ լավ, էդ էլ կա, էլի գոհ են, ոնց որ ասում են լավին լավ, վատին վատ, բայց գոնե այդ հարցում ինչ որ մի քայլ արվել է, հուսանք, որ կամաց կարվի նաև այն քայլը, եւ մարդիկ, ասենք, մենք կունենանք նորմալ թարգմանիչներ։ Բացի այդ, ժողովուրդ ջան, դա գործատեղ է կոչվում։ Դերասաններ, ասենք, ամեն տարի տպել դերասաններ մենակ սերիալների համար, դա բան չի, լավ գործ չի, էլի ոնց որ ասում են, հա, պետք է, կարիք կա, օրինակ, չգիտեմ, իմ տարիքի կին դերասաններ քիչ են, լավ կլներ, որ շատ լնեին, ասենք, հա, կինոների համար, բայց էդ էլ է գործ, որովհետև դա բան է, վճարվում է այդ գործը, հա, վճարվում է, այդ այն գործն է, որ այսօր կարող է փող չբերի, բայց փող կբերի վաղը, իսկ ասեմ, իսկ այդ իշխանությունները երբեք վաղվա օրվա մասին չեն մտածում են հենց այսօրվա մասին։ Լավ, հենց այդքան էլի առանձնապես խոսելու բան չկա, հենց այդ նոր լսեցի, ասի մեքենայի մեջ մի ժողովի եմ գնում, նոր պրոյեկտ է սկսվում բանում, ERTN-ում, կիմանաք շուտով, կանգնեցի պարքինգում, մի քիչ շուտ եմ եկել, ասիմ երկու բառ ձեզ հետ շփվեմ, սիրելիներ, շնորհակալություն, տարածեք նյութը, եթե ուզում եք, լայքեր դրեք, հիշեք, որ ներկայացումներ եմ խաղում, նաև էջերին մի քիչ լուրջն է, կեսել կնոպկեն է։ Սիրելի հանդիսատես, եթե ուզում եք լավ ժամանակ անցկացնել, ապա բոլորիդ ամսի 10-ին հրավիրում եմ stage, stand-up եւ jazz նայելու։ Stand-up-ը լրիվ փոխել եմ, jazz-ն էլ մնացել է նույնը, լավ ժամանակ կանցկացնենք, կուտենք, խմենք, գնանք տուն, այդքան բան։ Տոմսերը թիկետ մի կետո։